Վանացայնեն գշարունակենք մեր հաղորդումը եւ ինչպես խոստացած էինք սիրելիներ, Վանացայնեն այժմ մենք Zoom-ով հարցազրույցը պիտի ունենանք Հոմի գետրոնական վարչության ատենապետ Գերուի Արուս Մելքոնյանի հետ Փայլուս ընկերուի Արիլույս ձեզ Ինչպես եք Մերսի բարք տիրոջ եւ շնորհակալ եմ այս արիթը ընձայելու համար ինձ։ Մենք շնորհակալություն պետք է հայտնենք, որովհետեւ մանավանդ այսօր բացումն է ցերնարկներու մեկնարկն է այսօր, հետեւաբար գրնան պատկերացել որքան խոճողված օրը ունիկ եւ նախ խանտավարության մասին խոսենք, ինչպես է խանտավարությունը դոնագադարության նկատի ունենալով որ Հոմի 115-ամյակն է։ Այո, անշուշտ մեծ երանտով ինչ կրնամ ասել հայրենիքերներ 26 երկիրները ընկերուհիներ հարյուրավոր մեկտեղ հավաքված դոնախմբելու մեր 115-ամյակը լեցուն խարն զգացումներով բայց ճիշտ այս է հայօգնության միության ինչս եմ նպատակը որ մեզի բոլորս կհավաքի մեկ դրոշի տակ 115-ամյակը 115-ամյա գործունեություն ունենալը խոսքով թյուրին է եւ միան այսպես գրնաս պատկերացնել միևնույն ժամանակ նաեւ պատասխանատվություն է ներգա ասենք ներգա գազմի ուսերուն վրա երբ որ գսես 115 տարի այս միությունը աշխատեր է հոգներ է վասն հայության ժողովրդին այն ինչ որ գադարած է հայության համար գադարած է եւ իր ծրագիրները իրականացուցած միայն ու միայն հասնելու համար հայ ժողովրդի գարիքներուն Այսօր ինչպես դուք կպատկերացնեք Հոմի գործունեությունը եւ իր նպատակը որքանով փոխված է որքանով բարելավված է ինչպես կտեսնեք այսօր Հոմը իբրև հսկայական միություն Ինչպես նշեցիք արդեն Սկիզբը ինչպես սկսեցավ 115 տարիներ առաջ երբ որ հիմնվեցավ 1910-ին հայօգնության միությունը ինչ նպատակով ստեղծվեցավ նորեն ժողովրդի գարիքներն էր վիրավոր զինվորներու գարիքներն էր եւ հոն արդեն հունը դրվեցավ Նյու Յորքի մեջ մեր հիմնադիր Ագնունիին կողմէ եւ Այդ օրեն իսկ արդեն սկսան ծառայել հայաստին հայ ժողովրդին ինչպես մեր գարկախոսը գսե ժողովրդիս հետ ժողովրդիս համար բայց անշուշտ որ օրերու այսինքն դարիներու ընթացքով փոխվեցավ, զարգացավ, հարկավաճեցավ Հոմը, սկսավ այո, միշտ մեր մտահոգությունը եղած է հասնել մեր ժողովրդի գարիքներուն, բայց եւ այնպես զարգացավ իր գործունեությունը ծավալուն եղավ, լանանոնք առողջապահական կենտրոններով, լանանոնք գրթական մարզերու մեջ, ասկան դպրոցներ, շաբաթօրյա վարժարաններ, մեր հայ ինքնությունը բահելու համար, ինչպես որ գիտեք, Սփյուռքի մեջ մենք անընդհատ ինչպես են կոյադևման պայքարի մեջ ենք գկաչալերենք մեր ազգային վարժարանները այսինքն Հոմը զարգացավ իր նույնիսկ իր ծրագիրներեն դուրսալ սկսավ նեցուկ կանգնել այն ծրագիրներուն որոնք գոքնեն եւ գոժդեն մեր հայ համայնքին եւ ժողովրդին Սատլավ մակորձնեությունը այո երկար ճանապարհ երկար ճամփա այսպես եթե մտածենք որ 115 տարի ինչպիսի դժվարություններում արտահրավերները անցած է բայց շարունակած է կոյադևել հիմա այսօրվան մարտահրավերներ ինչպես որ ուսի կդարբերին դարբեր սերունդներում արտահրավերներ են բայց այսօրվան երազները այսօրվան այսպես նպատակները ինչ են Հոմին համար այսինքն ինչ կփորձե իրականացնել Հոմը այսօրվան աշխարհի մեջ Եթե դեռնամ քիչ անդրադառնամ մեր ծրագիրներում վերջը ճիշտ ուղղակի գաբեմ ներգա իրավիճակին ինչպես որ գիտեք մենք ունենք որոշ մնայուն ծրագիրներ, որ շարունակապար մինչև օրս կգործենք։ Լանիկա մեր գրթաթոշակ ծրագիրը գրթանպաստ, որ գնպաստե բոլոր համալսարանական աշակերտներուն աշխարհի 4 կողմը կկաչաներենք ուսումը վստահ լալով որ ավական մեր երիտասարդությունն է
ունին քույսի օջախներու ծրագիրը ադիգա ամենը վերջինը գուզեմ բացատրել անոր մասին ունին զոհված հերոսներու զավակներու հովանավորելու ծրագիրը որը հովանավորեն ծնողազուրկ երեխաները անոնք որ սկսած ենք երկրաշարժի օրերուն այս ծրագիրը եւ հովանավորած են ծնողազուրկ երեխաներ անոր հետևանքով անգեյետքի եղավ բادرազմը առաջին բادرազմը Արցախյան եւ շարունակեցին դակնավներ անոր համար ծրագիրը չթատրեցավ եւ մինչեւ օրս գշարունակեն հովանավորվին մեր բարերարներով եւ մեր անշուշտ հսկայական հոմի բանակով հոմի ընկերուներով հազարավոր ընկերուներով ունենք մեր դակճաշ ծրագիրը որ գահասնենք թե Լիբանանի եւ Սուրիո դակճաշ ապահովելով մեր գարիկավոր ընտանիքներուն եւ մեր դարեցներուն ունենք ամանոր ծրագիրը ժպիտ կբաժնենք մեր երեխաներուն աշխարհի 4 կողմ հարավային Ամերիկա Հայաստան ուր որ պետք է այդ ամանորի օրերուն նվերներով գուրախացնենք մեր երեխաներուն բայց ինչպես որ նշեցի ամեն ադեն նորություն մգա մեր վերջին ցավը մեր արցախայության բռնակախտ լալներ Արցախեն եւ այսօր հազարավոր ընտանիքներ կգտնվին Հայաստանեն ներս Բիդի գուզեմ ասել որ այսինքն անմիջական առաջին օգնությունը եղավ հայ օգնության միությունը հասցուց անմիջական թերորայք ուդեստերեն հակուստերեն ամեն բայց նաև անգեանտին մտածեցինք որ ինչ կրնանք մնայուն ծրագիր մեջտեղ բերել եւ այսպեսով եկավ մեզի հույսի օջախներու ծրագիրը հույսի օջախներու ծրագիրը մենք կդրամատրենք բնակարաններ մեր բրդիկ աղտված արցախահայության գաղգարասիով ամեն ինչով գաբահովենք իրենց բնակարաններ ոչ միայն որպես իրենց միայն ասան դանիք մեջե իրենց համար այլ որպեսի նամանավանդ գուդանք Չուղադնդեսությամբ սպաղող ընտանիքներու և բազմազավակ ընտանիքներու անհույստով որ գարչին հողին, կոլձեն հողին մեջը թե մնան հայրենիք են ներս և թե իրենք ալ ինքնապավլան և անցնին իրենց հաջորդ անկրվաներուն Շատ լավ Եվ շատ ուրախ եմ ասելու, որ մեր դոնագադարություններու շարքին 115-ամյակի առիթով մեր պաշտոնական բացումը պիտի ունենանք հույսի օջախներու ծրագրին։ Շատ լավ։ Խոսենք ձեռնարկներու մասին, ինչ տեղի պիտի ունեն այս քանի օրերու ընթացքին Հայաստանի մեջ եւ ինչպես պիտի նշեք 115-ամյակը այս միության։ Բան ջող ծրագրին։ Այսօր իսկ երեգոյան վիդիելա Ագնունի գիսանդրին բացումը և Ագնունին գիսանդրին մեր հիմնատիրը դեղատրվեցավ Հայաստանի շրջանային վարչության գետրոնեն ներս շենքեն ներս շատ մեծ խանդավառություն կա եւ կարծեմ ճիշտ դերը կդավ Ագնունին որպեսի դեղատրվի եւ կարծես մեզ պիտի վերանորոգե մեր ուխտը ամեն ձևով անի այսօրվա դոնագադարությունն է վաղը առաջացված պիտի երթանք Գյումրի Ախուրի ճյուղը եւ հոն պիտի էլա հույսի օջախներու բնակարաններուն պաշտոնական բացումը մեծ մասշտաբով Երողություն մեծ մասշտաբով Արցախի սրբազան հայրը ներկա պիտի գտնվի եւ բոլոր պատկան մարմինները եւ անշուշտ մեր սիրելի հոմուհիները անգեյետ ունենք խորհրդաժողովը միօրյա խորհրդաժողով դերի պիտի ունենա ունենք 5 փանախոսներ այո եւ պիտի արձանենք շատ մտարբեր նյութեր պիտի անդրադառնանք եթե չեմ ուզեր ծեր ժամանակը խելոք պիտի անդրադառնամ ես ունիմ ժամանակ դուք խոսեցեք նյութերը շատ հետաքրքրական են պիտի անդրադառնանք
Ինչպես որ գիտեք ավանդության դարի այսօր օրին սրբոց կաթողիկոս Արամ առաջին կողմե հրճակված այս դարին 2025-ը նվիրված է ուրեմն ավանդության դարի հրճակեց ավանդության դարին եւ այդ մեկին արժևորելով նամանավանդ մեր ինքնությունը վահելու համար Շահան Սրբազանը պիտի այդ նյութի մասին պիտի խոսի պիտի անդրադառնան կանանց իրավիճակը ինչպես որ գիտեք 99% հայօգնության միությունը կանանց այո գազբագը եւ գիտեք այսօր գինը ոչ միայն մայր է քույր է այլ աշխատանքի մարզին է կարևոր մասնիկներն է Ղեկավար թիրքերու վրա է եւ այդ մեկը ընկերուի Գարինե Հովսեփյանը պիտի անդրադառնա որ ինչպես այս բոլորը գամատրեն այսօրվա հոմոիները եւ գիրակորձեն մեր բացառիկ ծրագիրները անոր կողքին պիտի ունենան ընկեր Ժիրայր Բեջկյանը որ պիտի անդրադառնա թե ինչպես իսկապես այսինքն բադահական չէ այսօր 115 տարի գոյատևե գազագերբությունը so պիտի անդրադառնա այդ մեկին ինչպես սկսեցանք ուր ենք այսօր եւ ուր գերտանք այդ մեկին շատ հետաքրքիր է մեր համար չորրորդ նյութենալ ինչպես որսի մեր այս թեփքը որ բադայցավ Արցախահայության որ մեզի հազիվ թե չմսեր մորցած էինք մեր պատմությունը բայց հազիվ թե հաշտվեինք կոր բիդի համոզվեինք այսօր մեզի նոր վերքերպացվեցավ այդ մեկը պիտի անդրադառնա Արցախի Ադենավեդուին, Արցախի մասնաճյուղի Ադենավեդուին, Մելանիա Բալայանը, Երբ տեղի կունենա, այս խորհրդաժողովը երբ տեղի կունենա? Ամսու 17-ին է, բաղաչը մյուսօր։ Շաբաթ օրը։ Իդնալ Սերջաշկերույթն է։ Այո, ոչ։ Անոր իդեաչորդ է մեր ճաշկերույթը նո Վաշտոնական քերարվեստական հանդիսությունը ամսու 19-ին է այո ճաշկերույթի մասին 17-ը շաբաթ օրը չէ ձեր ճաշկերույթը ճաշկերույթը իբայս շփոթեցա ոչ ճաշկերույթը այո բայց շաբաթ օրն է այո ճիշտ հոս օրերս ես քարանցուցերեք հարճար չենգերի գբադայ գրնամ պատկերացը որքան խճոված եք եւ նաեւ ես գիտեմ որ մանավանդ երբ որ կորց մգիները ստանցած են բծախնդրություն գազագերբվածություն որքան ուշադրություն կդարձնեք այդ բոլորին Փագել առաջ մեկ հարցում ալ եւ իդի Փագել մեր այսօրվան հաղորդումը եւ արի տնա որ դուք ուղվիկ տեվի ծերնարգին որբեսի գարնակ ներգա գտնվիլ ընկերուի այսօր երբ որ այսօր մենք կսենք կամավոր աշխատանք այսպես օրինակը մեր թիմած լոխական մեր բարակային հոմական ընկերուին է չէ այսինքն հոմն է հայօգնության միությունն է բատկերն է այսպես օրինակն է երբ որ կամավոր աշխատանք կսենք այսօր որքան կարևոր է որ երիտասարդները հասկանան ինչ կնշանակի կամավոր աշխատանք եւ ինչու ոչ իրենք ալ մաս կազմեն այս բանակին չէ որուն կորձունեությունը այսինքն ժամանակին կարևոր էր, հիմա կարևոր է, աբակային ալ գենտատրեմ, որ նույնքան հրամայական պիտի իլա ծեր գործունեությունը մեր տարբեր կաղուտները ներս։ Այո, ճիշտ դերին էսիկ, իրականության մենք այսօր ինչ ենք, մենք ճահագիրներն ենք, մեր անցյալի մեր նախնիներուն, 115 դարի առաջ հիմքը տրվեցավ, երբ որ հիմքը տրվեցավ և ճիշտ նպատակը որոշվեցավ, այսօր նպատակը չի գիտեր դժվարություն, չի գիտեր սահմաններ գտեղ, երբ որ տուն առաքելություն ունիս և անոր գետևիս։ Ինչպես անցյալին երդասարտներն էին, մեզի հանցնվեցավ, մենք ան մեր ժամանակը երդասարտներն էինք և արինք ատճահը այս ծևովալ մենք նույնա նման գուզենք փոխանցել նաև մեր երդասարտներուն, մեր ծրագիրներուն միջոցով և անշուշտ մեծ թեր գխաղա քարոզչությունը։ Բախտավոր ենք, որ մենք այս թարուն գտնվենք և սոշիալ մեդիան ամենուն մատչելի հասանելի է, սոգրնան դեսնալ մեր գործունեությունը, մեր նվաճումները և գգածում անի ճիշտ օրինակը պիտի ըլլա մեր բոլոր երիտասարդներուն։ Շատ լավ։ Մենք բարի վայելում պիտի մաղթենք
մաղթենք, հաջողություն պիտի մաղթենք ձեր նորանոր ծրագիրներուն, վստահ եմ որ ինչպես որ ասի քիչ առաջ ագնունի այդ ասենք ներգայությամբ իր մե այսպես at նաև պիտի vocation չվիկ ու շարունակեք ձեր գործունեությունը իբրև ներշնչման աղբյուր առնելով ագնունին ձեր հիմնադիրը մենք նաև պիտի մաղթենք նորանոր նվաճումներ եւ միշտ պատրաստ ենք թե քննարկելու, թե խոսելու, թե ներկայացնելու ձեր բոլոր ծրագիրները եւ շնորհակալ եք որ ձեր ժամանակեն մեզի դրամատրեցիք հույսով ենք որ օրը մեր ստուդիոները ներս կյուրընկալ ենք ձեզի շատ շնորհակալ եմ իսկապես իմ գետրոնական վարչության ընկերուներուս խորին շնորհակալություն ձեզի ընձայելու մեր այս տարիքը որ գրդին անգամ հայօգնության միության գազագերության կորձունեությունը լսելի դարձնենք մեր ժողովրդին շնորհակալություն եւ հաջողություն ձեզի նմանապես բարի վայելում եւ ցտեսություն հաջողություն ձեզի Սիրելի ունկնդիրներ եւ ակնթիրներ, մեր զրուցակիցներ ուրեմն հոմի հայօգնության միության գետրոնական վարչության ադենաբեդ ընկերուի Արուս Մելքոնյանը։ Հաջողություն ընկերուի։ Հաջողություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։